Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Արմոն շարունակում է իր խորամանկ ու մանրակրկիտ հաշվարկված խաղը, մանիպուլացնելով բոլորին ու ձևավորելով իր օգտին հարմար իրականություն։ Յուրաքանչյուր մարդու հետ նա խոսում է այնպես, որ ընդամենը մի բան փոխանցի, այն միտքը, որը տվյալ պահին իրեն ձեռնտու է։ Նարեին շարունակում է ուղղորդել Հայկի դեմ, ասելով, որ հենց Հայկի պատճառով է Քաջիկը հայտնվել հիվանդանոցում։ Միաժամանակ նրան համոզում է, որ Հայկը իրեն պարզապես օգտագործել է Ադամյաններից վրեժ լուծելու համար։ Իր խոսքերով ու պահվածքով Արմոն Նարեի ներսում ստեղծում է կասկած ու անվստահություն։ Վրամի և Սաքոյի ներկայությամբ էլ Արմոն ստեղծում է այն պատրանքը, թե իբր Նարեն իր ետևից է ընկած։ Նա ամեն բան կազմակերպում է այնպես, որ թվում է Նարեն շախագրգիռ է Արմոյի հանդեպ։ Այդ կերպ նա փորձում է խարխլել Նարեի հեղինակությունը ու խաղալ նրա անվան հետ։ Դրան զուգահեռ Արմոն այցելում է Հայկի ու Վարոյի խանութ իբր աղջկա մեքենայի աքսեսուար գնելու նպատակով։ Նա ձգտում է հենց այնտեղ Հայկի ներկայությամբ անել ամեն բան, որպեսզի հրահրի նրան։ Արմոն բացահայտորեն ասում է Վարոյին, որ ցանկանում է նվեր գնել իր սիրած աղջկան։ Միաժամանակ շատ հստակ ակնարկում է, որ խոսքն իր ու Նարեի մասին է։ Հայկը հասկանում է, որ սա դիտավորյալ է արվում։ Զգում է այդ ստոր խաղի տակը, բայց չնայած գիտակցությանը զայրույթը հաղթում է։ Նա չի կարողանում մնալ հանգիստ։ Մեկ այլ հարված էլ գալիս է այն պահին, երբ Արմոյի հեռախոսը զանգում է և ցուցադրվում է Նարեի անունը։ Հայկը տեսնում է էկրանի վրա Նարեի անունը ու այս մանր դետալն ամբողջացնում է Արմոյի պլանը։ Նա հասնում է իր նպատակին։ Հայկին հասցնում է հուսահատության և խանդի գագաթնակետին։ Չնայած այդ ամենին ճակատագիրը նոր շրջադարձ է մատուցում։ Երբ Հայկը գնում է Նարեի տան մոտ նրան տեսնելու մտադրությամբ, ստանում է զանգ։ Քաջիկն է։ Նա արդեն հիվանդանոցում բուժկրոջ օգնությամբ զանգահարում է Հայկին, խնդրելով լռեն ու լսել իրեն մինչև վերջ, քանի որ զգում է գուցե չհասցնի ամբողջը ասել։ Հայկը լսում է, լուռ, անշարժ։ Քաջիկն ասում է ամենաէականը։ Աշոտը մահված է, բայց նա չի հասցնում ասել ամբողջ ճշմարտությունը։ Չի հասցնում բացահայտել, որ իրականում Սաքոնն է սպանել Աշոտին։ Չի ասում, որ տարիներ առաջ հենց Սաքոն ու ինքը միասին թաղեցին Աշոտի դինաանտառում։ Խոսքը կտրվում է և ամեն ինչ մնում է կիսատ, քանի որ Քաջիկը մահանում է։ Այդ պահից սկսած ճշմարտությունն արդեն ամեն քայլափոխի շնչում է Հայկի վրա, բայց մինչ նա հասնի ամբողջական բացահայտմանը, Արմոն դեռ շարունակում է իր հյուսած Սարդոստայանը, խորացնելով ամեն մի շփություն։ Հարգելի հետևորդներ, Քաջիկի մահից հետո Հայկը որտեղ է փնտրելու իր հարցերի պատասխանները հոր մահվան հետ կապված։ Գրեք մեկնաբանություն։ Աշնա ջամ կասես։ Հեծած կեսը աղբերես։ Հեծած կեսը, հասկաց, մերսի։ Տոլման այո, ստոր։ Այո, տոլման, Մարիամ Ինձ ջարից մի քանի հատիկ բան է մեջը, սովորական ինչ հրնձով էլ կա մեջը։ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստեղ ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին, հետո պորտիկացի հեչ լավը չէր։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը։ Որ չեմ պահում։ Հա, տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանա։ Երիտասարդ աղջիկ է, երեք։ Գոնե համամով, Մարոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Լավ քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ։ Չաղանալու ենք ամեն դեպքում։ Հալացնում ենք, կարակնում շոկոլադը։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։ Մի քիչ է աղի։ Աղի համար։ Կա, բացում է համը։ Կա ու աղի լինի վերջում։ Կարող ինչ-որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառվում։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ ChatGPT-ին եմ հարցրել, դուր չեմ ասում։
Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կապան։ Կիսում ենք նայսես 4 մասի, այսպես։ Դեղա։ Կիբա տեղափոխվում դեռ։ Չպնել դաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Չի բացացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չենք արել ինչ-որ մի բան։ Չի ծորում։ Ինչա, շոկոլադե բլիթ։ Մառոժնին ու մարինան համով է։ Հա։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Ասել։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամը։ Այդ հիշեցի։ Շեվա։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Vay, մամայի սարը չեմ սիրում, սպաս։ Բարշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը, ես չափեցի և իմ հայլանին կիբը, սարսապելի կիբ, 81 սանտիմետր, 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է, գունակացեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70, մինիմալ իմ նպատակը, այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացվել, բայց